Զվարթնոց թաղամասում բացվեց քաղաքի առաջին մեծ մարզահրապարակը։ Նժդեհ և Մհեր Անդրեասյան եղբայրների նախաձեռնությամբ ու ջանքերով սկիզբ դրվեց քաղաքում մարզական հրապարակների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա խթանելու քաղաքում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը։ Մարզահրապարակում տեղադրված սպորտային սարքերն արտադրվում են Նժդեհ և Մհեր Անդրեասյան եղբայրների կողմից Էջմիածնում։ Մեր գործունեությունը բակային մարզասարքերի արտադրություն և տեղադրումն է, ինչպես նաև սպորտ կոմպլեքսների, աքսեսուարների արտադրություն, նաև տեղադրում։ Ունենք հեռանկարային այլ ծրագրեր, կոնկրետ մանկական խաղահրապարակների, մանկական կոմպլեքսների, տարբեր շրջանակների, սղարանների արտադրություն և տեղադրում։ Այստեղ տեղադրվածը 14 տեսակի մարզասարք և վարկաուտ կոմպլեքս, բայց արտադրում ունենք 36 տեսակի մարզասարքեր 10-ից մեծ երեխաների համար, 10 տարեկանից մեծ երեխաների համար և մոտ մի 25 տեսակի վարկաուտ կոմպլեքսներ, ինչպես նաև ունենք արտադրանք պլաստիկից պոլիմերադրենաժային մոդուլ, ինքը նախատեսված է մարզադաշտերի արհեստական խոտածածկի տակ դրենաժային համակարգ և տաքացվող խոտածածկեր հավաքելու համար։ Մարզահրապարակի բացմանը ներկա էր համայնքապետ Դիանա Գասպարյանը։ Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ մարզահրապարակների և խաղային հրապարակների կառուցումը համայնքապետարանի նախանշած ծրագրերից է, որը սկսելու է կյանքի կոչվել 2022 թվականից։ Նմանօրինակ մարզահրապարակներ կկառուցվեն քաղաքի այլ հատվածներում ևս։ Տարբեր երկրները արդեն իրենց փորձով ապացուցել են նման խաղահրապարակների կարևորությունը եւ անգամ երկրներ կան, որտեղ պարզապես ստանդարտ է, որ բոլոր կամ գրեթե բոլոր շենքերի բակերում կամ թաղամասերում պետք է լինեն սպորտի եւ առողջ ապրելակերպի զարգացմանը միտված նման խաղահրապարակներ։ Մենք մեր քաղաքում ունենք նման խնդիր, դա եւ առաջիկա արդեն ամիսներին գարնանից սկսած մեր համակարգացիները կնկատեն փոփոխությունները։ Մենք նախատեսում ենք նմանատիպ խաղահրապարակներով, դրան գումարած ավելի մանկական հատված եւս սղարաններով մեր քաղաքի բոլոր թաղամասերի գրեթե բոլոր շենքերի բակերը զարդարել։ Մարզահրապարակի բացմանը ներկա էին սպորտի ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր իրենց գոհունակությունն էին հայտնում քաղաքում սպորտային կյանքի ակտիվացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը։ Armed Fighting Զվարթնոց մարզական ակումբի հիմնադիր Անդրանիկ Կարապետյանի խոսքով մարզական հրապարակի բացումը մեծ նախադրյալ է մարզվող բնակիչների, հատկապես երեխաների և պատանիների մոտիվացիան բարձր պահելու համար։ Այս մարզահրապարակը սկիզբն է դրում Էջմիածին քաղաքում, շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, որ այսպիսի ծրագիր են իրականացրել Զվարթնոց թաղամասում։ Քաղաքապետարանին հուսով եմ համագործակցության շնորհիվ մեր քաղաքում կունենանք մի քանի նմանատիպ այսպիսի սպորտային հրապարակներ, որը որ էլ ավելի մեծ խթան կհանդիսանա մեր բնակչությանը սպորտի առումով, որպեսզի սպորտով զբաղվեն մեր բնակչությունը։ Սպորտսմենների համար նաև երազանք էր, որպեսզի այսպիսի մարզահրապարակներ ունենան եւ այս ամենը շատ ցանկանանք, որ մեր քաղաքի տարբեր հատվածներում լինեն։ Հարակից տարածքների բնակիչներն արդեն իսկ օգտվում են մարզասարքերից։ Ոգևորությունը մեծ է հատկապես պատանիների շրջանում, ովքեր սպորտի խմբակներ հաճախելուն զուգահեռ ունեն մարզվելու նոր վայր։ Շատ ուրախ եմ, շատ եմ ուզել, որ այդպես բաներ լիներ։ Հիմա վերջնական երազանքը կատարվեց, որ ես կամ նիհարեմ։ Տղաները պետք է մարզված լինեն, որ բանակեթալուց էդի իրան շատ պետք է, համել բանակեթալը այտենց ավելի շատ բան չի լինի, ծանր չի լինի, արդեն սովորած կլինեն այդ ռեժիմին, համե պետք է որ ուժեղ լինեն։ Այս հրապարակը նախատեսված է 10 տարեկանից բարձր անձանց համար։ Հետագայում նախատեսվում է կառուցել առավել փոքր տարիքի երեխաների համար նախատեսված խաղային մարզահրապարակներ։ Ընկերությունը զբաղվում է նաև մարզասարքերի արտահանմամբ։